Միացյալ Նահանգները զանգվածային հարված է հասցրել Իրանի տարածքին, ըստ ամերիկյան կողմի թիրախավորվել են հրամանատարական կենտրոններ, նավատորմը, անօդաչու թռչող սարքերի պահեստներ, լոգիստիկ եւ այլ օբյեկտներ։ Կենտրոնական հրամանատարությունից նշել են, որ սա պատասխանն է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումներին։ Իսլամական Հանրապետության տարբեր հատվածներում պայթյուններ են որոտացել, զոհերի մասին տեղեկություններ չկան։ Իրանական կողմն էլ հայտնել է Քուվեյթում ամերիկյան ենթակառուցվածքներին հարվածելու մասին։ Լուրեր են շրջանառվում Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում եւ Իրաքյան Քուրդիստանում պայթյունների մասին։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտության հետևանքով ԱՄՆ զինված ուժերում զոհվածների թիվը հասել է 18-ի այն բանից հետո, երբ հայտնաբերվել է նախկինում անհետ կորած համարվող սերժանտներից մեկի մարմինը։ Տարածաշրջանում լարվածության ֆոնին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Լիբանանի նախագահին, խոսելով Իրանի մասին նա հայտարարել է. Թեհրանը շատ է ցանկանում հանդիպել, սակայն Վաշինգտոնը դեռևս հետաքրքրված չէ դրանում եւ կարծում է, որ իրանական կողմը պատրաստ չէ բովանդակալից բանակցությունների։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Միացյալ Նահանգները մոտ ապագայում Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու ծրագրեր չունի։ ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև Լիբանանին, հայտարարել այդ երկիրը տարիներով անարդար վերաբերմունքի է արժանացել։ Նա խոստացել է, որ անպայման կօգնեն Լիբանանին հաղթահարել բոլոր խնդիրները, այդ թվում Հզբոլահի հետ կապված։ Թրամփը հավելել է, Հզբոլահի դեմ պայքարում կարող է օգտակար լինել Սիրիայի նախագահը, որը համապատասխան փորձ ունի։ Ջոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է, որ վերականգնելու են Լիբանանի հետ ուղիղ թռիչքները։ Աունն էլ Վաշինգտոն այցի շրջանակում հայտարարել է, Հզբոլահի զինաթափման համար անհրաժեշտ է դադարեցնել իսրայելական ուժերի կողմից հանրապետության օկուպացիան, այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերադարձնել Լիբանանի բանակին եւ կառավարության գլխավորությամբ վերակառուցման ծրագրեր իրականացնել։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Դաշնության տարբեր մարզերում, այդ թվում Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 200-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին։ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում նավթաբազա է վնասվել, հաղորդվում է մեկ զոհի մասին, տուժածներ կան Կուբանում։ Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են նաև Կրասնոդարում եւ Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում Wildberries ընկերության լոգիստիկ կենտրոնների։ Հրդեհներ են բռնկվել, կան տուժածներ, կառույցների գործունեությունը դադարեցվել է։ Սա վերջին օրերին Wildberries-ի պահեստներին ուկրաինական արդեն երկրորդ հարվածն է։ Հուլիսի 18-ին Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում եւ Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում զոհվել է 8, վիրավորվել մոտ 80 մարդ։ Վոլոդիմիր Զելենսկին պարզաբանել է, որ այդ պահեստներում եղել են ԱԹՍ-ների եւ տեղորոշիչ սարքավորումների արտադրության համար նախատեսված բաղադրիչներ։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային, Օդեսայի մարզում բնակելի կառույցներ են վնասվել, կա մեկ զոհ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ալեքսանդր Սիրսկուն Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։ Նրա տեղը կզբաղեցնի գեներալ-մայոր Միխայիլ Դրապատին, որը մինչ այս զբաղեցրել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատարի պաշտոնը։ Նախագահը նշել է, որ Դրապատիի հետ արդեն քննարկել է հետագա անելիքները եւ երկրի պաշտպանության առաջնահերթ խնդիրները։ Միևնույն ժամանակ Զելենսկին բարձր է գնահատել Կիևի պաշտպանության, Խարկովի հարձակողական օպերացիաների եւ ռուսական Կուրսկի մարզում գործողությունների ժամանակ Ալեքսանդր Սիրսկու ներդրումը։ Թե ինչ նոր գործառույթներ կստանձնի Սիրսկին դեռևս հայտնի չէ։ Անցած շաբաթ էլ Զելենսկին աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովին, որպես պատճառ էր նշվում Ֆյոդորովի եւ Սիրսկու միջև լարվածությունը։ Այնուհետև Ուկրաինայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ անցան, ցուցարարները դեմ էին Միխայիլ Ֆյոդորովի պաշտոնանկությանը, քաղաքացիների մի մասն էլ պահանջում էր Սիրսկու հրաժարականը։ Սիրսկին մեկնաբանելով իրեն գերագույն հրամանատարի պաշտոնից հեռացնելու Զելենսկու որոշումը նշել է. հեռանալով թողնում է այնպիսի բանակ, որը ոչ միայն պաշտպանվում է, այլև հարձակվում։ Նա հույս է հայտնել, որ իրեն հաջորդող Միխայիլ Դրապատին կշարունակի Ուկրաինայի պաշտպանությունը եւ կզարգացնի հարձակողական ներուժը։ Դիանա Գասպարյան, լուրեր։